Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Ալինայի առողջական վիճակը շարունակում է վատանալ։ Ամեն օր նրա դեմքը մի փոքր ավելի է թառամում, իսկ բժիշկների հայացքներն արդեն լուռ են։ Բայց այդ լռության մեջ թաքնված է ահավոր շատ բան։ Հիվանդությունն արագ է զարգանում, խորացել է, եւ հիմա նրա ապաքինման համար պահանջվում է ոչ միայն ֆինանս, այլև անսահման համբերություն եւ ուժ։ Այդ ուժը փորձում են գտնել Էլիզն ու Նորոն, բայց նրանց ներսում վառվում է մի այլ կրակ՝ անզորության, մեղքի ու խղճի խայթի կրակը։ Էլիզը չի դիմանում։ Նա լաց է լինում, մեղադրելով ինքն իրեն։ Նա չի կարողանում ներել իրեն այն բանի համար, որ ամեն ինչ սկսվեց իր վրեժի ցանկությունից, գնաց Արշակի տուն, մտավ նրա կյանք, խառնեց բոլորի ճակատագրերը, իսկ հիմա թվում է Ալինան է վճարում այդ ամենի համար։ Թվում է, թե այս վիճակը պատիժ է իր սխալ մտադրությունների համար։ Իսկ Նորոն, որին արդեն այլևս ոչինչ չի զարմացնում, գրկում է քրոջը, հանգստացնում նրան ու շարունակում կրկնել նույն հույսով լցված նախադասությունը՝ ամեն ինչ լավ է լինելու։ Բայց այդ հույսի լուռ պատուհանի մյուս կողմում Մագդայի ու Արշակի կյանքում արդեն պայթել է ճշմարտության ռումբը։ Էդոն, ով այլևս չի կարողանում թաքցնել իրականությունը, գնում է Մագդայի մոտ ու բացահայտում ամեն ինչ։ Ասում է, որ Էլիզը եւ Նորոն քույր ու եղբայր են, ոչ թե սիրահար սույկ։ Եվ ավելին, նրանք Շուշանի երեխաներն են։ Մագդայի համար սա սառը ցնցող է գլխին։ Նրա ամբողջ աշխարհը մի պահ փլվում է, բառացիորեն մեկ նախադասության տակ։ Նա սկսում է հասկանալ, ինչու էր Նորոն այդքան գաղտնի, այդքան հաճախ լռում, հեռանում ու վերադառնում անհասկանալի տրամադրությամբ։ Նա հասկանում է, որ Նորոն պարզապես օգտագործել է իրեն վրեժի պլանի մի մասնիկ դարձնելով։ Բայց հենց այդ պահին Էդոն շտապում է ավելացնել. Նորոն ոչինչ չի իմացել եւ իրոք անկեղծորեն սիրահարվել է նրան։ Նրա զգացմունքները իրական են եղել։ Այդ խոսքերից հետո Մագդան կորցնում է խոսելու ունակությունը, բայց դեռ չի հասցնում որևէ բան պատասխանել։ Քիչ անց տուն է վերադառնում Արշակը։ Նա վերադառնում է գերեզմանոցից, միտեղ, որտեղ պիտի լիներ հանգիստ, բայց այնտեղ էլ նա խաղաղություն չգտավ, որովհետև հենց այնտեղ նա հանդիպել է Էլիզին, Շուշանի գերեզմանակարի առաջ։ Այդ ակնթարթում ամեն ինչ բացահայտվել է։ Էլիզը փակուղում հայտնված այլևս չի կարողացել ստել, ասել է ճշմարտությունը, որ ինքն ու Նորոն քույր ու եղբայր են, եւ ամենակարևորը՝ Շուշանը իրենց մայրն է։ Մագդան սկզբում որոշում է լռել այդ ամենի մասին, չէ՞ որ Արշակի սիրտը հազիվ է դիմանում արդեն եղածին։ Բայց երբ Արշակը տուն է գալիս ու ինքն է պատմում ամեն ինչ, Մագդան հասկանում է, որ ճշմարտության պահն այլևս չէր կարող հետաձգվել։ Արշակը, ի տարբերություն բոլոր սպասելիքների, չարությամբ չի լցվում։ Նա չի կորցնում հավասարակշռությունը, չի աղմկում, չի սպառնում։ Փոխարենը նա ընդունում է, որ պետք է խոսել, ոչ թե բարձր ձայնով, այլ հանգիստ, հանդիպել, խոսել ու բացել բոլոր փակագծերը, որովհետև լռությունը երբեմն ավելի վնասակար է, քան ամենաոչնչացնող ճշմարտությունը։ Բայց այդ հանգիստ մթնոլորտը երկար չի տևում։ Հյուրասենյակ է մտնում Արևիկը, անմեղությամբ լցված աչքերով։ Նա անմիջապես ասում է, որ իրեն զանգել է Էլիզը, խոսել է իր հետ։ Այս խոսքերից հետո Արշակի դեմքը սառում է։ Ինչպես է Էլիզը համարձակվել այսքանից հետո զանգել իր դստերը։ Ինչ խոսակցություն է ունեցել նրա հետ։ Ինչ է ասել նրան։ Եվ այսպես, նոր շրջադարձի սկիզբն արդեն տրված է։ Հարգելի հետևորդներ, արդյոք Նորոն ու Էլիզը կցանկանան այսքանից հետո հանդիպել Արշակին եւ լսել նրա բացատրությունները։ Գրեք մեկնաբանություն։